Իրոջ անունով հարաբերական մենք չենք հավաքվել այստեղ ծեսեր կատարելու կրոնական, մենք հավաքվել ենք, որ Տիրոջ ձեռքերը մեր մեջ աշխատեն։ Եվ եթե դուք նկատեցիք, ինչ բժշկություն է ուզում Սուրբ Հոգի եկեղեցու մեջ, դա Մարկոս ավետարանի առաջի գլուխ 14 եւ 15 համարներն են։ Եվ Հովհաննեսի մատնվել են ետև Հիսուս Գալիլա եկավ, Աստծո արքայության ավետարանը կքարոզեր ու կսեր թե ժամանակը լրացած է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Հիսուսը քարոզում էր ավետարանին հավատալ ինչ է նշանակում։ Եվ այս քարոզը Հիսուսը անում էր հավատացյալներին, հրեաներին։ Այդ ժամանակվա հավատացյալները հրեաներն են։ Հեթանոսներին չէր քարոզում։ Քարոզում են Աստծո ժողովրդին։ Ավետարանին հավատալ ինչ է նշանակում։ Մեստեղ կարծում եմ բոլորս էլ ավետարանին հավատացող մարդիկ են։ Ումն էլ որ հարցնենք, դու ավետարանին հավատում ես, ասի այո։ Ավետարանին հավատալ նշանակում է, որ Աստծո խոսքը քո կյանքում հեղինակություն է։ Եթե Աստծո խոսքը քո կյանքում հեղինակություն չի, դու չես հավատում այդ խոսքին։ Եվ ում խոսքն է, ով է քո կյանքում հեղինակություն, դու նրան ես հավատում։ Դու, ով որ քո կյանքում վերջի խոսքը ասում է, որին դու վստահում ես, որը թագավորում է, դա կլինի քո անձից սկսած, ուրեմն քո համար հեղինակությունը դա է։ Եվ այսօր Սուրբ Հոգու բժշկությունը սա է։ Ինչու այսօր հոգևոր կյանքը չի ստացվում շատերի մոտ։ Ինչու այսօր տարիներ հավաքույթի են գալի, բայց մնում են աշխարհասեր։ Ինչու դեռ աշխարհի կյանքին, մեղքի կյանքին դու հավանություն ես տալիս։ Ինչու ճամբարում օրհնվում ես, ինչպես վկայում են, բժշկվում ես, զորանում ես, եւ այդ բոլորը տևում է մի շաբաթ մի ամիս։ Ինչու։ Որովհետեւ բուն գործը չի կատարվել։ Բժշկությունը չի կատարվել։ Դու հակինքել ես Սուրբ Հոգու դաշտի մեջ։ Եվ այդ զորությունը քո վրա է եկել այդ օրհնությունը։ Բժշկություն է ստացել ֆիզիկապես, կամ Սուրբ Հոգով ես մկրտվել, բայց այդպես էլ բուն գործը, բժշկությունը չի կատարվել։ Աստծո խոսքը չի դարձել հավատք, չի դարձել հեղինակություն։ Դրա համար հոգևոր կյանքը չի ստացվում, եւ չի ստացվում։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը հեղինակություն է բոլոր տեղերում, հեղինակություն է երկնքում, Աստծո խոսքը հեղինակություն է անգամ երկրագնդի վրա, որտեղ երկրագունդը ջրերի վրա է կառուցված, այդպես է ասում Սուրբ Գիրքը, ջրի վրա տուն շինում են, բայց այս երկրագունդը կառուցված է, հաստատված է ջրերի վրա, եւ այս երկրագունդի հիմքը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը ասել է, որ պետք է այսպես հաստատում նրանց կմնում է, մեկ հեղինակություն է։ Աստծո խոսքը հեղինակություն է ծովերի օվկիանոսների վրա։ Դուք նկատել եք, որ հեղինակություն է։ Ծովի ալիքները բարձրաձայն ահակելով գալիս են, ասպես տեսակ ամբողջ քաղաքը լրիվ կհեղեղի, հասնում են ափին, ավազին։ Խոնարհվում են, նորից հետ է գնում, որտեղ Աստծո խոսքն ասել է, այստեղից չանցնես։ Տեսնում որ հեղինակություն է։ Թե չեք դնում։ Ուրեմն ինչու քո կյանքում չի ստացվում Աստծո օրենքը, Աստծո խոսքը, հոգևոր կյանքը, որտեղ հեղինակություն չի, ուղղակի գիտություն է, փիլիսոփայություն է, ես չգիտեմ ինչ է, պատմություն է։ Եվ բժշկությունը սա է, քանի հոգի են համաձայն սիրելիներ, որ Աստծո խոսքը այնքան բարձրանա, որ նա դառնա հաստատություն, որպեսզի մարդի կյանքում դառնա հեղինակություն, ի տարբերություն երկրագնդի, ծովերի, կենդանական աշխարհի, մարդը իր համաձայնությունը պետք է տա, իր այոն պետք է ասի։ Ծովը ազատ կամ չունի, որ այո կամ ոչ ասի։ Ոչ էլ երկրագունդը, Աստված մարդի մեջ է դրել այդ ազատությունը։ Եվ առանց քո այոյի Աստծո խոսքը չի բարձրանա քո կյանքում։ Այդ բժշկությունը չի կատարվի։ Համար հորդորում ենք սիրելիներ, որ դուք մասնակից լինեք Սուրբ Հոգու գործին
Մասնակից լինեք այդ բժշկությանը, որ Աստծո խոսքը այնքան բարձրանա, որ թագավորի, իսկ դրա համար դու պետք է Հիսուսին ասես, որ դու համաձայն ես, թե ոչ։ Բայց եթե 20 տարի, 30 տարի դու մասնակցում ես եւ դեռ աշխարհում կյանք ես պատրում, եւ դեռ քո փառքի ու շահի մեջ երջանկություն ես պատրում, նշանակում է, որ դու ավետարանում չես եղել, դու բժշկվելու կարիք ունես։ Տեսա՞ր ինչից պետք է բժշկվես։ Եթե դու չգիտես ինչից բժշկվես, դու բժշկի կարիք չես զգա։ Եթե դու հիվանդությունը չես ճանաչում, ինչի համար գնաս բժշկի։ Դրա համար Հիսուսն ասում էր, որ հիվանդները բժշկի կարիք ունեն։ Դու պետք է տեսնես ինչից բժշկվես։ Ու նաև պետք է տեսնես, որ մարդի կողմանի անգնար է, որ դու Քրիստոսի կարիք ես զգաս, որ դու գնաս Հիսուսին։ Եվ քո այոն ասես հավատքի, որ Տիրոջ ձեռքերը քո վրա սկսել աշխատել։ Ինչու է Հիսուսը, այս ինչ որ ես կարդացի, սա Տեր Հիսուսի առաջին քարոզն է եղել։ Ավետարանին հավատացել։ Որովհետև սիրելիներ, հենց Եդեմի պարտեզից սկսած Աստծո խոսքը առաջի Ադամի կյանքում Սատանայի ամենամեծ հաջողությունը սա է, որ հեղինակազրկվեց Աստծո խոսքը։ Դրա համար ինչքան հարցեր կա մարդկային կյանքում, ինչքան բժշկության, բժշկվելու, հարցեր լուծելու գործեր կան, բայց Հիսուսը սկսեց հենց այստեղից։ Մի Աստված մոտենում է քեզ, դու 1000 հատ խնդրեմ ես դրել Աստծո առաջ։ Դեր ասում ես հարցը լուծես, հարցը։ Իսկ Հիսուսը մատը դրել է, ասում է ավետարանին հավատա։ Ես ասում եմ Հիսուս ջան, ես դեմ չեմ, որ դու ասում ես ավետարան, բայց ես հարցերը լուծի։ Հետո նոր կքանք դրան։ Ես մեռնում եմ, ես խեղդվում եմ, խնդիրներից խեղդում եմ։ Մռնչող արոցի պես սատանան կուլ է տալի, 1000 խնդիրներ կան, հիվանդություններ կան։ Դու ասում ես ավետարանին հավատա։ Բայց բանից պարզվում է, որ բոլոր խնդիրների լուծումը տեղից է սկսվում։ Ուրեմն 1000 հատ խնդիրը լուծվելու համար մի դուր կա, մի ճանապարհ կա, որ դու ուղղակի պարզ հավատաս Աստծո խոսքին, դրանք կլուծվեն։ Իսկ մարդը չի դնում։ Սուրբ Հոգու հայտնությունը սա է։ Սիրելի եղբայրներ քույրեր։ Եվ մենք հիմա որ պետք է մի կարճ աղոթք անենք, աղոթքի նպատակն է։ Ուրեմն ավետարանը հասկանալ եւ ավետարանին հավատալ սրանք տարբեր բաներ են։ Շատերը շփոթում են եւ հասել են այդ փակուղու մեջ են։ Այդ տուփիկի մեջ են ընկած։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Աստծո խոսքը իմանալ իրանց թվում է, որ իրանք արդեն հավատում են։ Դու գիտես, որ կյանքը Հիսուսն է, ով չգիտի։ Ով չգիտի, որ Սուրբ Գրքում գրված է, որ Հիսուսն է ճանապարհը, ճշմարտություն եւ կյանքը։ Հիմնականում դա է քարոզում։ Բայց ինչու այդ խոսքը քեզ չի կարողանում բժշկել։ Դու դեռ աշխարհում կյանք ես մտնում։ Հիսուսը չասեց, որ կյանքը ես եմ, մի քիչ էլ աշխարհում կա։ Հիսուսն ասեց, որ կյանքը ինքն է եւ վերջակետ։ Իսկ ինչու քո աչքերը դեռ փնտրում են շրջապատի մեջ կյանք, ուրախություն։ Որտեւ այդ խոսքը դու հասկանում ես։ Անգիր գիտես, գիտությունը կա, բայց հավատք չի, հեղինակություն չի, որ քեզ մաքսի։ Աստծո խոսքը պետք է դառնա հեղինակություն, որ գործի։ Այս խոսքը պետք է կատարվի, այս խոսքը պետք է կատարվի։ Եթե սա չի կատարվի, Աստծո խոսքը չի գործում, Սուրբ Հոգու ձեռքերը չի աշխատում։ Իսկ դրա համար մեր կողմը անպայման կա, եւ եթե մեր կողմի հարցը չլուծվի, այս խոսքը պետք է կատարվի։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 13 համարից կարդում եմ։ 2:13 Այսօր համար մենք անդադար կգոհանանք Աստծուց մեր, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք, ոչ թե իբրև մարդոց խոսք, ապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք, այսինքն տեսեք հեղինակություն է դառնում, տեսնում եք, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատա։
ուրեմն երբ է ներգործելու, երբ է Աստծո խոսքը քեզ մաքրելու, երբ է Աստծո խոսքը քեզ բժշկելու, բոլոր բժշկությունները Աստծո խոսքն են, թե հոգևոր, թե մարմնավոր սիրելիներ։ Նորից եմ ասում, մենք մոտենում ենք երկվաճան աղոթի, որ ես ազատվել եմ։ Հոգևոր բժշկությունները բոլոր տեսակի կատարում է Աստծո խոսքով, Աստծո խոսքն է։ Եվ եթե աղոթքը չի ծնվի Աստծո խոսքից, այդ աղոթքը մեռած է եւ զորություն չունի, հոգնեցուցիչ է այդ աղոթքը։ Դու չես նկատում, որ հոգնել ես աղոթքներից։ Որտեղ ասում աղոթում, որ մեջը բան չկա, ոչ պատասխան կա, ոչ զորություն կա, վերացակ աղոթի մեջ, հոգնել ես։ Որտեղ այդ աղոթքը չի ծնվել Աստծո խոսքին հավատալուց, այդ աղոթքը ծնվել է քո իմաստությունից։ Դու հասկանում ես, դու աղոթես, աղոթում ես։ Սովորել ես, կեսօր ասում եմ, դու աղոթես, աղոթում ես։ Եվ դա մարող է, դա համար մարել է։ Դա համար գնում է մարման։ Հիսուս աշակերտներին ասեց, հիմա գոնե դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզի խոսել եմ։ Ասում եք, որ Աստծո խոսքն եմ։ Տեր Հիսուսը աղոթք էր անում, Հայր, սրբես անում քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է։ Ասում եք, որ Աստծո խոսքն եմ անում։ Այստեղ սիրելիներ, գործ անողը լինելու է Աստծո խոսքը։ Այս 10 օրվա մեջ։ Ճշմարտությունը մենք ուղղակի պետք է փոխանցենք։ Մենք ուղղակի փոխանցող ենք։ Այն ճշմարտությունները, որոնք հայտնվել են եկեղեցու Սուրբ Հոգուց, որոնք այսօր բժշկել են շատերին, եւ այսօր հերթը շատերինն է։ Եվ եթե այստեղ եղբայրներ կան, հին եղբայրներ, որ այսօր հավատքի մեջ են ու շարունակում են ծառայել Տիրոջը եւ Տիրոջ եկեղեցուն, սա ճշմարտության զորությունն է։ Մեր իմաստության զորությունը չի, սա ճշմարտության զորությունն է։ Սա Աստծո խոսքի զորությունն է։ Եվ Աստծո խոսքը հավատացողի համար է զորություն։ Ես միտքը գրեք սիրելիներ։ Աստծո խոսքը զորություն է հավատացողի համար։ Հռոմեացիս առաջին գլուխ 16 համար։ Չհավատացողի համար հիմարություն է։ Աստծո խոսքը Ավիցյանից հավիտենից նույնն է, եթե մի հաստատություն կա երկնքում եւ երկրի վրա, դա Աստծո խոսքը։ Նրան հենվել արժի, անփոփոխ է։ Մնացածը փոփոխական է։ Քո ամենավստահելի մարդը փոփոխական է։ Այսօր քո կողքին է կանգնած, վաղ քո դեմն։ Ձեր կյանքը կառուցեք Աստծո խոսքին հավատալու վրա, դուք հաջողություն կունենաք բոլոր ժամանակներում, բոլոր տարիքում ձեր կյանքի եւ կյանքի բոլոր հարցերում, դուք հաջողություն կունենաք։ Այո եւ ամեն սիրելիներ։ Փորձված է սա, թե մեզանից առաջ հին կտակարանում, նոր կտակարանում եւ մեր օրերում է Փառք Աստծո, որ կան եղբայրներ եւ քույրեր, որոնք երկար տարիներ Տիրոջ ճանապարհների մեջ են եւ այդ խոսքի հաստատության համը առել են եւ փոխանցում են ձեզ Տիրոջ հետ։ Ուրեմն կրկնում եմ սիրելիներ, ձեր կյանքը թե հոգեվոր, թե մարմնավոր, անկյունակար կյանքի թող լինի Աստծո խոսքը, նրա ուղղությամբ կառուցեք եւ դուք հաջողություն կունենաք։ Մեծ դժվարություններ կունենաք, բայց հաջողություն կունենաք։ Բոլոր հարցերում հաջողություն կունենաք, հաղթություն կունենաք չարի, մեղքի եւ սատանայի եւ բոլոր տեսակի հիվանդությունների նկատմամբ եւ կփառավորեք Տիրոջ անունը։ Աստծո խոսքը ձեր մեջից կհաղթի։ Այդնության 3:10 որովհետեւ իմ համբերությանս խոսքը պահեցիր, ես քեզ պիտի պահեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնակողները փորձելու։ Երկրի վրա ինչքան փորձություններ, ինչքան հիվանդություններ, ինչքան խնդիրներ եկել են ու պետք է գան։ Եվ ավելի շատ, քան առաջներում։ Դրանցից ազատվելու միակ ելքը Աստծո խոսքը պահելն է։ Այսինքն, եթե դու Աստծո խոսքը պահում ես, ուրեմն խնդրեմ չունես։ Հազար հատ խնդրի միջով կանցնես, բայց դու խնդրեմ չես ունենա։ Մարդիկ պայքարում են խնդիրների դեմ, բայց պայքարում են մարդկային հնարքներով եւ մարդկային իմաստությունով։ Բայց խնդրին հաղթելու միակ ճանապարհը Աստծո խոսքը պահելն է։ Իսկ Աստծո խոսքը պահել նշանակում է, որ Աստծո խոսքը քեզ համար
այո եւ ամենը, հեղինակությունը։ Այսինքն քո կյանքում ով ինչ ասի, վերջում դու նայում ես, թե Աստծո խոսքն ինչ ասում։ Հեղինակություն նշանակում է վերջի խոսք ինքն է ասում։ Եվ դու համաձայն ես ինքն ասում։ Եվ դա թող լինի Աստծո խոսքը քո կյանքում։ Ընդունեք, Սուրբ Հոգու ձեռքերից ընդունեք Աստծո խոսքը բայել, այսինքն Աստծո պատվիրանների պահանջը կա։ Աստված պատվիրանները տվել, եթե պատվիրանները ես պահեմ, ուրեմն Տերն էլ ինձ կպահի։ Սուրբ Գիրքը մենք այս որոշ համարներ կարդանք, որ Սուրբ Գիրքը ցույց է տալիս իրեն, որովհետև միանձնավորություն չի եղել, որ օրենքի ճանապարհով հասնի Աստծուն։ Այսինքն մարդ չի եղել, որ օրենքի պահանջները լրիվ կատարել ու հասել է Աստծուն եւ ասել է Տեր, ես քո ասածները բոլորը կատարեցի, հիմա մնում է որ դու իմ ասածները կատարես։ Հռոմեացիս 3:20 Վասնզի անոթալ չէ, մարմինը պիտի չարդարանա օրենքի գործերով է, քանզի օրենքով է մեղքը ճանչնալ։ Սա որ մի հոգի չի։ Ուրեմն սա չի ճանաչում։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ ոչ մի մարմին օրենքի գործերով չի արդարացի, այսինքն ինչ նշանակում օրենքի գործերով։ Օրենքի պահանջած գործերը, օրենքի ինչ գործերը պահանջում, որը կարելի է, որը չի կարելի։ Մի մարմին չի եղել, որ այդ պահանջած գործերը կատարի, պահի եւ հասնի Աստծուն։ Դա ես չեմ ասում, դա ասում է Սուրբ Գիրքը։ Եվ երկրորդ համարն եմ կարդում, որպես հաստատություն, Գաղատացիս թղթից, 3-րդ գլուխ, 11 համար։ Եվ թե օրենքով մեկը չի կրնար արդարանալ Աստծու առջև, այն հայտնի է, քանզի արդարը հավատքով է։ Ուրեմն Աստծու խոսքը պահել, օրենքի հոգեբանությամբ չհասկանան։ Ես չեմ քարոզում, որ Աստծո օրենքը պետք է չկատարվի, ոչ էլ ավետարանն է քարոզում։ Աստծո օրենքը պետք է կատարվի անպայման, բայց դա կատարվում է հավատքի ուժով եւ ոչ թե քո ուժով։ Երբ որ դու հավատաս Աստծո խոսքին, օրենքը ավտոմատ կկատարվի։ Ավետարանին հավատալու նշաններից, պտուղներից մեկը օրենքի կատարվելն է։ Դա չէ որ ամբողջ քրիստոնյա աշխարհը հավատք է քարոզում։ Ամբողջ խարիզմատյան հավատք է քարոզում։ Հավատքով փրկություն է քարոզում։ Բայց մենք գիտենք, որ Սատանան նորություն չի հնարում։ Սատանան այն ինչ որ Աստված, Աստծո խոսքը քարոզում է, Սատանան դրա կեղծն է սարքել։ Եթե հավատքով փրկություն ունեմ կեղծ է։ Եթե խոնարհություն է քարոզում ավետարանը, ուրեմն կեղծ խոնարհություն։ Եթե սեր է քարոզում ավետարանը, ուրեմն կեղծ սեր։ Եվ ո՞րն է դրա կեղծը։ Սիրո կեղծը ո՞րն է։ Աստծո սիրո կեղծը ո՞րն է, որ դարձրել են մեղքի ծածկոց, եսա կեղծը։ Աստծո սերը սարքել են մեղքի ծածկոց եւ ասում են Աստված սեր է։ Ինչ է անես Աստված սեր է։ Սա կեղծ է։ Ինչ է նշանակում հավատքի կեղծը։ Եթե մեկը հավատում է ավետարանին, եթե հավատում է, որ կյանքը Հիսուսն է, Աստծո պատվիրանները հավատքը չի խափանում։ Հակառակ հաստատում է։ Ուրեմն եթե Աստծո պատվիրանները ոտի տակ է գնացել, դա կեղծ հավատքն է։ Այդ հավատքը մարդկային իմաստությունով սարքած է եւ արգելքի անգամ փրկությանը մարդի։ Ավետարանի քարոզած հավատքը Աստծո օրենքը չի խափանում, Սուրբ Գիրքն ասում է հաստատում։ Որ նա ճշմարտություն է, ճշմարտությունից է բխել եւ նրա պահանջները արդար են, այո եւ ամեն են։ Այս մասին ես չեմ ուզում խորանալ, դե եղբայրները շատ են քարոզել։ Ուրեմն Աստծո խոսքը պահել նշանակում է սիրելիներ, որ բոլոր կյանքի հարցերում, երիտասարդները, կյանքը ձեր առջևում է, շատ կյանքի հարցերի կբախվեք դուք, թե հոգևոր հարցերի, թե մարմնավոր։ Եվ դուք կփնտրեք, որ որևէ մեկը գտնեք մեկին, որ նա ճիշտ ուղղություն տածեց։ Եվ մենք իմիք բանից ձեզ հորդորում ենք ու փոխանցում ենք,
որ այդ ճիշտ ուղղությունը Աստծո խոսքն է։ Դեկուց քո սրտի համեմատ չի, քո հասկացողությունով չի, բայց նա է ճշմարտությունը։ Դեկուց այդ պահին կարող է քեզի ցավ պատճառի, դառը թվա քեզի, բայց դա դեղն է, դեկուց դառը դեղ է, բայց դեղ է, բժշկող է, հարավոտվի Հիսուսի անունով։ Համար սիրելին է, ամբողջ պայքարը սա է այսօր հոգևոր աշխարհի, եւ բժշկությունը սա է Սուրբ Հոգու ձեռքով, որ Աստծո խոսքը այնքան բարձրանա, որ թագավոր։ Դուք ձեր սրտում կարողանում եք Հիսուսին այո եւ ամեն ասել։ Սա շատ կարևոր է, առանց քո համաձայնության սա չի լինի։ Եթե դու մի քիչ կասկածում ես չի լինի։ Եվ բոլոր հեղինակությունները դիք հանդվի։ Երկրորդ Տիմոթեոսի 4:7-ում մենք կարդում ենք, որ Պողոս առաքյալը ասում է, որ բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի եւ հավատքը պահեցի, ինչ է շարքում հավատքը պահել։ Հավատքը Աստծո խոսքն է։ Այսինքն Պողոսի մեջ հաստատվել էր, որ եթե կա երկրի վրա մի ճշմարտություն, դա Աստծո բերանից ելած խոսքն է, որը դարել է Պողոսի հավատքը։ Ուրեմն հավատքը պահել նշանակում է Աստծո խոսքի հեղինակությունը քո կյանքում պահել։ Ամենամեծ պատերազմը սրա շուրջն է։ Ամենամեծ պատերազմը սատանայի, որ Աստծո խոսքը հեղինակազրկվի քո մեջ։ Եվ առաքյալը պատերազմել էր, եւ այդ հավատքը, այսինքն հեղինակությունը պահել էր մինչև վերջ։ Այսօր այդ պատերազմի մեջ է։ Դու շփվում ես քո ցանկությունների հետ, սկսենք մեզանից։ Շփվում ես քո իմաստության հետ, չէ՞, ունես իմաստություն։ Շփվում ես մարմնի թելադրած կյանքի հետ, պայքարի, որ Աստծո խոսքը մնա հեղինակություն։ Քո իմաստությունը չդառնա հեղինակություն։ Քո ցանկությունները չդառնան հեղինակություն։ Քո զգացմունքները չդառնան քեզի կկործանեն։ Աստծո խոսքը, պայքարի, որ Աստծո խոսքը որպես ճշմարտություն մնա հեղինակություն։ Մի քիչ առաջ ենք գնում։ Դու շփվում ես ընտանիքի հետ, ընտանիքի անդամներ, շփվում ես բարեկամներ, հարազատներ, շփվում ես հարևաններ, շփվում ես աշխատանքի վայրում, ոմանք սովորում են, շփվում ես եկեղեցում, բոլոր տեղերում պատերազմը նույնն է, որ Աստծո խոսքը հեղինակազրկվի եւ որևէ մի մարդի խոսք, ցանկություն, իմաստություն, գաղափար դառնա քեզ համար հեղինակություն։ Հավատքը պահի մինչև վերջ։ Հալելույա։ Քո կյանքի հաջողությունը բոլոր ժամանակներում, թե երիտասարդ, թե միջին տարիք, թե ծերության, Աստծո խոսքի հեղինակությունն է, քո ամբողջ հաղթությունը սա է լինելու։ Եվ որ տարիքում կլնես, որ ժամանակներում կլնես, դու կլնես Հայաստանում, թե Եվրոպայում, թե Ամերիկայում, մեկ ակո հաջողությունը Աստծո խոսքի հեղինակությունն է, հավատքն է։ Նրանով ես դու ապրելու և հաղթելու չարին և հաջողություն ունենալու բոլոր կյանքի հարցերում։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, սա է։ Երկրորդը փնտրեք, տնամ կգտնեք, Ավետարանն ասում է, որ սա է ու վերջակ է։ Առավոտի Հիսուսի անունով։ Սուրբ Հոգին իրեն եկողների, այսինքն եկեղեցում, որի մեջ մտնում ենք բոլորս, կառուցում է Աստծո խոսքի վրա, ընդհանրապես Սուրբ Հոգին եկեղեցին կառուցում է Աստծո խոսքի վրա, վեմի վրա, որ է Աստծո խոսքը։ Մատթեոս, Ավետարան 16-րդ գլուխ 18 խոսք։ Եվ ես քեզի կսեմ, որ դու Պետրոս ես, բայց վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս։ Վեմը Պետրոս անձը չի։ Վեմը Պետրոսի մեջինն է, որի վրա Պետրոսն էլ է կառուցված։ Այսինքն Աստծո խոսքը։ Ուրեմն Տերը որտեղ է քեզի շինում, կառուցում։ Վեմի վրա, վեմը Աստծո խոսքն է։ Եվ Աստծո խոսքի վրա կառուցվածները դժոխքի դռներ են, զանիկա պիտի չհաղթեն։ Ամբողջ դժոխքը քեզ չի կարող։ Նախ պետք է հաղթի քո մեջինին, այսինքն Աստծո խոսքին,
որ նոր դու կարպարտես, իսկ աստո խոսքինով կարող է ապրել, ու դա է դուք կսանամ, բայց դուք սիրելիներ, անձերնին, ձեր անձերը, շինելով ձեր ամենասուրբ հավատքին վրա և սուրբ հոգիով աղոտ կնելով, տեսան անձդ որտեղ դի կառուցես, շինել այսին կառուցել, իսկ ամենասուրբ հավատքը դա Աստծո խոսքի հավատք, ինչու շատերը ճանապարհի կեսին են, որտեղ Աստծո խոսքի վրա չի քո հավատքը ստեղծված, ինչ-որ զգացմունքների, հրաշքների, զորությունների, մի օր էլ դրանք չեն ելնում, քո հավատն էլ քանդվում է։ Ուրեմն քո անձը կառուցի ավետարանին հավատալու վրա, մինչև վերջ կհասնես։ Եղբայրը հիշեցնում էր Իսրայել ժողովրդի անկումը։ Իսրայելը ինչ պրոբլեմ ունեցավ, որ մեռավ անապատում։ Չհասավ դեր։ Պրոբլեմ սովից մեռավ, թե ծառնավից մեռավ, թե հիվանդացան մեռավ։ Աստծո խոսքի վրա չհավատացին Աստծո խոսքի մեռան։ Ուրեմն ինչի՞ց պետք է դու մեռնես, դու տենում ես քո դժբախտությունը որտեղ։ Դու մի մտածիր, որ դու փող չունես, տուն չունես, գործ չունես, եսիմից չունես, դու կարող ես սոված մեռնես։ Սա չի պրոբլեմը։ Դու հավատում ես ավետարանին, թե ոչ։ Սա է պրոբլեմը։ Մնացածը սրա մեջ լուծված է։ Որ Աստծո խոսքը հեղինակություն դառնում։ Երբ որ դառնավ հեղինակություն, դու քաղեբի Հեսուի պես կմտնես Քանանի երկիրը։ Խոստումների կհասնես։ Եվ Սուրբ Գիրքն ասում է հավատքով եւ համբերությունով շատերը հասան խոստումներին։ Եվ այսօր իմուկու հերթում է։ Այս Սուրբ Հոգին այդ բժշկությունն է անում սիրելիներ։ Տեսնում եք Սուրբ Հոգին ինչ անում է։ Եվ նրանք ովքեր որ այսօր Դեկուս սկզբից եղել են ջերմեռանդ հավատացյալներ, գիշեր ու ցերեկ վազել են Տիրոջ ճանապարհների մեջ, հալածվել են Հիսուսի անվան համար, անգամ բանտ են նստել։ Մենք տեսել ենք այդպիսի բան։ Բայց հետո հայտնվել են աշխարհում, զարմացել ես, ասում ես, այս մարդն էլի աշխարհը կառուցել։ Որովհետև սիրելիներ, մարդը չի կառուցվել վերի վրա։ Տեսեք, Սուրբ Գիրքը մեզի տարբեր բաներ է ցույց տալիս։ Տարբեր օրհնություններ կան, գաղափարներ կան։ Տեսեք, Սուրբ Հոգու պարգևներ կան, հրաշքներ կան, սրանք սաղ պետք է։ Եվ այդ բոլորը պետք են մի նպատակի համար, որ Աստծո խոսքը թագավորի, այնքան բարձրանա, որ թագավորի։ Սուրբ Հոգու բոլոր պարգևները Տեսեք, ինչքան բժշկության պարգևներ, տեսիլքներ, մարգարեություններ, հրաշագործություններ, այդպես չի, որ սրանք պետք չի եկեղեցու։ Եվ հակառակ մենք ասում ենք դեռ քիչ է։ Հատուկ են դեսիմ լինեն, թե չլինեն։ Մենք աղոթում ենք, որ դրանք շատանան, տաթիլներ են։ Բայց բոլորը ծառայում են մի նպատակի, դրանց վրա չի կարելի անձը շինել։ Մեր անձը պետք է կառուցվի Աստծո խոսքի վրա։ Որտեղ հիմնական հաստատությունը Աստծո խոսքն է։ Ովքեր որ իրանց անձը կառուցել են գաղափարների վրա, վարդապետական ինչ-որ հարցերի վրա, կառուցել են տեսիլքների, մարգարեությունների վրա, մի օր էլ ուրիշ տեսիլքերը էլի հավատացել են անկում են աշխարհում։ Մի բան որ ամփոփող է, դա Աստծո խոսքն է։ 2000 տարի գրված է ավետարանը։ Եվ դա ամփոփող է սիրել։ Հալելույա Հիսուս։ Այսօր մարդ միացած տեսիլ կտնա, բանը դրա հակառակը կտնա։ Են մեկը կտնա այսպես, են մեկը կտնա ուրիշ, որն է ճիշտ։ Ճիշտը Աստծո ասածն է, վերջ։ Առավոտի Հիսուսի անունով։ Մի երիտասարդներ կան, ես դրանք ասում եմ, որ դուք այս ուղղությունով չխորանաք շատ։ Ունի մոտեցել է, երիտասարդ եղբայր։ Ասում եմ հայտնության պետքի մեջ որ գրված է գազանը, որ որտեղ դու 17 ջուրում է, ես չգիտեմ ինչ է մներ, այդ գազանը որն է եղբայր չան, ես չեմ հասկանում, չգիտեմ։ Ես էլ նայում եմ իրան, հոգու աշխարհը։ Դեն մի հոգևոր գույն, մեր,
աղքա, ինքը ուրիշ բանի կարիք ունի, ինքն էլ չգիտի ինչի կարիք ունի։ Եվ բաժանասում, քեզ ինչ պետք է այդ գազանը։ Ախր այդ գազանի, որ դու չճանաչես, ասում ես էլ չեմ ճանաչում այդ գազանը։ Ոչ էլ ուզում եմ ճանաչել։ Դու Քրիստոսին կարիք ունես ճանաչելու։ Դա Հիսուսի փնտրել դրա գազանը քեզի պետք չէ գազանը։ Երևի դու չճանաչես այդ գազանին, քո փրկությունը չի խանգարի, բայց որ Քրիստոսին չճանաչես, քո փրկությունը կխանգարի։ Տեսնեք ինչ հարցեր կա։ Չեմ ասում այդ հարցերը պետք չի գրված է, բայց հորդորում եմ այդ ուղղությամբ մի խորացեք։ Այդպես հարցերի վրա մի ծանրացեք։ Դուք ավելի շատ խորացեք ավետարանի հավատքի վրա, Աստծո խոսքին հավատալու վրա։ Կամ են մեկն էլ եկել ավետարանից բացատրում եք, ասում հալատենակ միշտ տեսիք մեկնան։ Են մեկն էլ ասում էլ հետո, սիրելիներ, ես չեմ ասում դրանք պետք չեն, բայց ես ասում եմ ձեր անձը հավատքի վրա շինե։ Իմ բոլոր բժշկությունները կատարվել է Աստծո խոսքի հայտնությունով։ Եվ հետո դրանք ծվրվեցին շատերը, մոլորվեցին, նոր վարդապետություններ դիզեցին, որոնք այդպես էլ եկեղեցուն չէին մազան։ Մեր հին եղբայրներից մեկը կար, մի հատ այդպես տեսնոտ մարգարե կար։ 70-ական թվականներ բանն ասում։ Մինչև այս 2000 թվականի վերջերին դրա հետ կապ ուներ, անուններով չեմ ուզում ասել եղբայրը։ Միշտ ինչ հարց ուներ հետմեր, որ այդ եղբայրը տեսիք մենա։ Ինչ հարց ուներ հետմեր այդ եղբայրը։ Բայց այդպես էլ ոչ մի հարց չէր լուծում նրա մեջ։ Հետո այդ մարգարեն մեռավ, մի օր էլ այս եղբայրը ասաց էդի մոլորես տորես։ Այդ պարասետի կո մարգարեն էր, ինչ հարց կան դու ասում են նրա մոտ, ես ոնց էլ ավել եմ մոլորես տորես։ Քանի կենթանիներ ասում են ինքը մարգարե է, մեռավ ասում ես մոլորես տորես։ Եվ այդ եղբայրը այսօր եկեղեցում չի։ Որտեղ այդպես հապընտրում, այդպես էլ հլը չի կտրել։ Որն է նորություն հետմեր, հլը միայն գազ ասում էր, հլը գազ նսես ինչ ենք հարոզում։ Այ արդար ես ասում, միան տեղ էր մնացել, եղբայրան ասում էր, երկրքի թագավորությունը իջել է երկրի վրա։ Ես էլ ճանաչում եմ այդ հոգիներին, գիտեմ ինչ ենք հարոզում։ Այ եղբայրան ասում, նախ ես ճանաչում եմ, հլը մի հատ այ եղբայրան ասում։ Մի օր դες ճարս կդրեմ, ասի հետաքրքիր է ինչ ենք հարոզում։ Ասեց այդ եղբայրը հարոզում է, որ այդպես մարդ չկա, որ չփրկվի, բոլորը պետք է փրկվեն։ Տեսնում եք սիրելիներ, ինչ բոլորություններ կան։ Ու մարդիկ ձեր անձերը շինեք ավետարանի վրա, երիտասարդներ հորդորում ենք ձեզ։ Եվ ովքեր որ շինել են գաղափարներ, վարդապետություններ, մարգարեություններ, տեսիքներ, կրկնում եմ, մենք դրա կարիքը շատ խիստ ունենք, բայց բոլորը պետք է ծառայի ավետարանի հեղինակությունը բարձրացնելու համար, որ Աստծո խոսքը թագավորի։ Դե չէ, որ շատերի տեսիքները հասկանալի են։ Մարգարեություններն են հասկանալի, ինչքա չհասկանալի։ Հայտնությունն է, որ ոչ որ չգիտի, բայց դա հայտնում է դերը, սրտի ծածուկ բաներ։ Դե չէ, մեր մոտ մի հատ եղբայր կար, տարիքով եղբայր, 5 եղբայր, 70 քանի թվերից ապաշխարել։ Մեկ էր քանի պաշտանում, միշտ գալիս էր, ասում էր հայտնությունով եկել։ Մարգարեություն կա, եղբայր չան պետք է ասի։ Ես էլ գիտեմ, ինչ բան է, ինչ է ուզում իրան ներկայացնել վերջ տարիքով մեծ է։ Եկեղեցում կարգ կա, որ առանց եղբայրների տեսիլ չասվի։ Հայտնություն չասվի, որտեղ ինքան եղեք եկել են փորձության մեջ։ Մի ասում տեսա քույրիկ ջան, սատանան եկավ ասում, քեզի բռնեց, կապեց, կապրեց ու քաշավ տարավ խավարի մեջ։ Մեզ քույրիկին ատեն մարդը դժողում։ Դարես քույրիկին է դժողքից արել։ Այ քույր ջան, չէ տեսել է։ Այ քույրիկ ջան, դες ոնց կլինի։ Դրանով եկեղեցու կարգ դասա։ Ունես երբուն ասում եմ բաժան, դասը տնակ, ինչ հայտնություն ունես։ Սուրբ ոգին ասում է, որ քույրիկները սեր չունեն, հավատ չունեն, աննազանդ են, դու եսի ինչ են, ասեց, ասի եմ, բայց միշտ է քարոզում, այդ ու չկի։ Մեկի սարներ միտեն։ Կոնկրետ ով է, տերը ուն է հայտնել, անունով ասա, այդ մարդին կանչենք, ասենք տերը հայտնում է, որ ունել ես հալում է եղբայր, տերն ասում է, որ դու սեր չունես։ Չի անունով չի ասի, դե ասի, միշտ է քարոզում։
Ես մի քանի անգամ որտես գերբերին չտունի, որ եկավ ասես քո վրա հայտնություն։ Ես ինչ էլ ասել ես քննում եմ։ Պատերին ասում եմ, որ երկու քույրիկ քեզանից խռով են։ Անհաշտ եմ քույրիկ, դե երկու քույրիկին գտնես բարիշ ես։ Ասում եմ, որ դեն եք քույրիկը, չգիտեմ, գնամ անարի քույրիկ։ Այ պատասխանում ես Ռուսաստանում եմ եկում, Վերսին Գորգը, Վրաստանում եմ եկում, Հայաստան, այդ քույրիկները որտե են, ես որտե եմ անում։ Գնաք դիտեն ասեմ, ասի դերը սենց անորոշ հայտնություններ չի անում, չեմ եկում, եթե դեն հայտնեմ, ուրեմն ամուզերներ կասեր, դերներ կասեր, ես որտե եմ չեմ եկում ասեմ։ Մի պաշտամունքը վերջացել է աստիճաններից իշխում է, իչավ եկե պատերը հայտնեց։ Հայտնեց անում։ Երկու հատ քույրիկի անում է։ Էլի անորոշ է, ասեն սեդա քույրիկի, հարնան սեդա քույրիկա, որ մեկն է։ Այր բարի ասես, երբ դու մոսես իպես երկուսում ես աստված խոսում է։ Նորի չար աստիճաններից, ասի դերը չի ասել։ Ես դու ասում ես իսուջան խոսա, ինքը բրաս խոսում է։ Մոսես մարկան ես։ Ես իչ եք խոսում չեք։ Հասկանում եք սիրեմ։ Մարկա երկուսում խոսում է։ Ինքնավորոշում դերը խոսա, չխոսա։ Դրանում որ դու չեք զանազանում։ Ձեր անձերը կառուցեք ավետարանի վրա, բայց կան շատ դիպուկ առնություններ։ Բայց դրանք նայում են եղբայրները եկեղեցին, պետք է քննվի բոլոր մարգարեությունները պիտի քննվի, հիշեք սա։ Դրանցով մի առաջնում։ Ունակ ես եղել եմ միտեղ Ռուսաստանում, նա մարգարեր եք, մարգարյանը։ Ուրիշի համար են անում, ես ասիք դեր, ես չպետի ասել իմ համար։ Եթե դու ինձ բան ունես ասելու, ասել։ Հենց այդ պահին մարգարեն ձերը մեկնեց ինձ ու սկսեց ասել, այն ինչ որ իմ կյանքում կատարվել էր և ինչ էր որ պետք է լինի։ Ու եղբայրներն ես պատմել էին ապրելով, թե ինչ էր կատարվել և ինչ պետք է լիներ, այդ ես չգիտեմ։ Բայց եղբայրները տեսան, այս է մարգարեություն։ Որ այդ ռուս եղբայրը չի ճանաչում։ Ոչ էլ գիտի մեծ ինչ է կատարվել և ոչ էլ գիտի հետ ոչ գիտի։ Բայց այդ բոլորը Սուրբ Ոգին այդպես է մարգարեություն։ Բայց մեկը դրա վրա չեն կառուցվում ավետարանի վրա, հարավորդի Հիսուսի անունով։ Ուրեմն հիմնական միտքը ամփոփում եմ եւ աղոթեմ։ Սուրբ Հոգու գործը սա է։ Վերջի ժամանակներում եկեղեցու վրա ճանաչեք Սուրբ Հոգու գործերը։ Բժշկությունը սա է, որ մարդի մեջ բոլոր հեղինակությունները քանդվի եւ հեղինակությունը միայն դառնա Աստծո խոսքը, ավետարանը, որը այո եւ ամեն է։ Այսինքն Աստծո խոսքը խոստումների ուղղությամբ։ Աստծո խոսքը պահել, Աստծո խոսքով ապրել, այսինքն Աստծո խոստմունքներով, մեր անձը պետք է կառուցվի խոստմունքների վրա։ Տերը խոստացել է, վերջ, իմ կերքը չի ասում, Տերը ասել է, ուրեմն պետք է կատարվի։ Ուրեմն կան վարդապետական գաղափարներ, կան այդ գազանների բաները, որ ես ասեցի հայտնության, կան տարբեր բաներ, Աստծո խոսքի, խոստմունքների, դրանով ենք մենք ապրում։ Դա է մեր հավատքը, որը անփոփոխ է, դա վեմն է։ Դա նա է, որ հաղթում է դժոխքին։ Ուրեմն Աստծո խոսքի վրա կառուցել, նշանակում է խոստմունքների ուղղությամբ։ Եվ դրա մասին մենք այս ընթացքում ավելի մանրամասն խոսենք սիրելի։ Որովհետև մարդը սուբյեկտն ասում է, որ ապրում է Աստծո խոսքով։ Այսինքն Աստված խոստացել է, դու այդ խոստմունքով ես ապրում։ Եղբայրը օրինակ բերեց, $5,000 տալիս է, խոստացել է։ Մարդիկ ապրում են դրանով։ Գիշերներ չեն գնում, ապրում են, բայց մարդ է խոստովորում։ Մեր տարբերությունը որն է, որ մենք Աստծո հետ գործ ունենք։ Իսկ Աստծո խոստումները այո եւ ամեն են, առանց զղջանալու են։ Դամար բոլոր մարդիկ թող սուտը լան, ինձանից սկսած բոլորիցս վերջացրած։ Դու հիշի, որ դու ես սուտը, քեզի ճշմարտության տեղ չդնես։ Հենց դրեցիր քո իմաստությունը առաջ տանես ու կետաս անգլում։
Ճշմարտությունը Հիսուսի ասածն է։ Երբ որ քո անձը կառուցվում է խոստումների վրա, այդ խոստումները քեզի ազատում են բոլոր մոլորություններից, պրոբլեմներից, հիվանդություններից, սատանայի սուտ մտքերից, վախերից, ջախջախում են դրան, որտեղ Տերը ասել է, դու այդ խոսքը ամուր բռնել ես, եւ Աստված այդ խոսքը հաստատում է հրաշքներով, նշաններով, ճշգրտություններով։ Փառատոնի Հիսուսի անունով։